Ժորժան, ինձ դիմել են դիաբետիկ ունեցող երեխաների ծնողները եւ ես չեմ կարող սրա մասին չխոսել, ես խոսացել եմ, բայց խնդրում եմ մաքսիմալ հիմա տարածել այս տեսանյութը, որովհետեւ խոսքը վերաբերվում է մեր երեխաներին։ Հաշմանդամություն ունեցող երեխաները, մասնավորապես շաքար ունեցող երեխաները այսօր կանգնած են շատ լուրջ խնդրի առաջ, որովհետև կա անարդար պետական որոշումներ։ Որն է այդ որոշումը, եկեք միասին հասկանանք։ Տեսեք, 18 տարեկան լրանալուց հետո երեխայի մոտ ինչ է տեղի ունենում, այդ հիվանդությունը, շաքարը չի բուժվում, բայց ինչ է ասում պետությունը։ Պետությունը ասում է, որ մենք զրկում ենք քեզ հաշմանդամության կարգից, բժշկական անվճար օգնությունից, առհասարակ նպաստից եւ ինչ է տեղի ունենում, տեղի ունենում այն, որ այդ երեխայի մոտ խնդրեմը միայն գնալով խորանում է, բայց պետությունը չգիտեմ ինչու որոշել է, որ այդ խնդրեմը այլևս 18 տարեկանից հետո չկա։ Եվ տեսեք, հիմա ահազանգում են շաքար ունեցող երեխաների ծնողները, ինձ դիմել են որպես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահի, եւ ես պարտավոր եմ այս հարցը բարձրաձայնել։ Պետությունը պետք է այս որոշումը չեղյալ հայտարարի, որովհետեւ այս ամենը սոցիալական անարդարության ուղիղ դրսևորում է։ Ինչու՞, որովհետև երբ երեխան ստանում է նպաստ, ստանում է բժշկական օգնություն, ստանում է նորարարական բժշկական միջոցներ, սենսորներ, պոմպեր եւ այլն, 18 տարեկանից հետո այդ ամենից բնականաբար պետությունը զրկում է եւ շաքարը չունի տարիք, Ժորժ ջան, շաքարը թե 18-ից հետո, թե 28-ից հետո պետք է պետությունը այդ ամենին տեր կանգնի եւ մեր երեխաներին օգնի, մեր քաղաքացիներին օգնի, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Ահազանգում են ծնողները, ես բոլոր լրատվականներին կոչ եմ անում մաքսիմալ կերպով տարածել այս խնդիրը բարձրաձայնել, ինքս գնալու եմ եթերների, ինքս բոլոր տեղերում մաքսիմալ տարածելու եմ այս եւ բարձրաձայնելու եմ այս խնդիրը։ Սոցիալ նախարարությունը պետք է վերանայի այս որոշումը, որովհետև երեխաների կյանքը ամենակարևորն է, հայ մարդու կյանքը ամենակարևորն է։ Մաքսիմալ խնդրում եմ տարածել, ես Արման Ղուկասյանն եմ, հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահան, գրեք ծնողներ ջան, մեկնաբանություններում տարածեք, ուղարկեք սոցիալ նախարարության պաշտոնյաներին, միասին պետք է պայքարենք, որ սոցիալական անարդարությունը մեր երկրում վերանա։